Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ ես կարծում եմ, որ սա իսկապես արդեն իմ վերջին ուղիղ միացումն է Մոսկվայից, քանի որ մեկ օրից վերադառնում եմ եւ ամենակարևորը արդեն մեր տաղավարից եմ հանդիպելու մեր բոլոր ունկնդիրների հետ։ Դե քանի որ օրն էլ չորեքշաբթի է, բնական է, որ դուք սպասում եք աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին, ով արդեն տեղ է զբաղեցրել մեր տաղավարում։ Բարև ձեզ, Տիկին Գայանե։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Ես հույս ունեմ, որ այսօր էլ լավ տրամադրությամբ եք եկել Փակ TV Երևանյան տաղավար։ Այո, մեծ հաճույքով գալիս եմ, փորձում եմ իմ փորձը ցույց դնել գիտելիքներս, նաև իմ աստղաբանական կանխատեսումներով օգնել մեր հայ հանրությանը, ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։ Ես ասեմ, որ հայրենիքի սահմաններից դուրս եւ դուք եւ Տիկին Լուսյան այնքան հզոր մեծ բանակ ունեք երկրպագոների, որ ամեն անգամ երբ առիթ է լինում որևէ տեղ հանդիպելու մեր հայրենակիցներին, առաջինը ինչ նրանք հիշատակում են, դա ձեր եւ Տիկին Լուսիայի մասնակցությամբ հաղորդումներն են, որոնց նրանք անհամբեր սպասում են շաբաթվա այդ երկու օրերին, Կիրակի եւ չորեքշաբթի։ Այնպես որ միանգամից ասեմ հարցերի, ինչ կարևոր փոփոխություններ են մեզ սպասում հուլիս ամսին։ Սկսենք այդ հարցով միգուցե։ Հարգելի պարոն Ղուշյան, հարգելի հետևորդներ, քանի որ մոտավորապես 2 շաբաթ հետո ենք եթեր ունենալու, բայց շատ կարևոր դիրքավորում է տեղի ունենում տենդենսներ, տրանսսատուրնյան մոլորակները, որոնք այսպես անզեն աչքով տեսանելի չեն, նրանք, գիտեք, Պլուտոնը արդեն իսկ նոյեմբեր ամսից անցել է ջրհոսի կենդանակերպ, Նեպտունը անցել է խոյի կենդանակերպ, նրան նաև միացել է Սատուրնը հիմա խոյի կենդանակերպում, ինչ է կատարվում մեր շուրջը, մեր երկրում, մեր երկրի սահմաններից դուրս, դրանց մասին նաև կխոսեմ, եթե հարցադրում լինի։ Եվ կարևորը Ուրանը, որը անսպասելի իրավիճակների փայլատակման մոլորակն է, աստղաբանության, այդ ոչ սովորական գիտությունների մոլորակն է, նա երկվորյակի կենդանակերպ է անցնում, պատկերացնում եք Ուրանը երկվորյակում, Պլուտոնը ջրհոսում, վիթխարի մեծ փոփոխություններ ինտելեկտուալ ոլորտում, ջրհոսը համացանցն է, երկվորյակը դա լրատվամիջոցներն են, փոխադրամիջոցներն են, մենք վերջին այս հետագան, որ արդեն Ուրանը ի վերջում մտնի երկվորյակ, բայց միևնույն է, մենք հենց այս ժամանակահատվածում, հենց հուլիսի 7-ին հարող այդ ժամանակահատվածում, մենք ունենք հնարավորություն այդ մեծ գիգանտը Յուպիտերն է, բայց այն շատ հզոր էներգիաների այսպես հոսք կարող ենք նկատել, տեսնենք ինչպես է արտահայտվում անձի քարտեզում, անհատի անձի քարտեզում, բայց փոփոխություններ են լինելու։ Ուրանը երկվորյակ մտնում է ինտելեկտուալ նշան, այդ դա է ցանկանում ասեի, պատկերացնում եք մոտակա 7 տարվա ընթացքում հնարավոր է մենք արդեն տեսնենք թռչող մեքենաներ, վերջերս համացանցում այ փոխադրամիջոց էի պատվիրում on-line արդեն ինձ առաջարկում է ուղղաթիռ։ Եվ դա ամենևին զարմանալի չէ, արդեն ուղղաթիռ մոտակա ժամանակահատվածում փոքր հնարավոր է ինքնաթիռներ լինեն նույնիսկ տեղաշարժի համար եւ արհեստական բանականությունը մտել է մեր կյանք, այն արդեն իսկ նրա նախադրյալները 2020 թվականի դեկտեմբերի 20-21-ի մոտակայքում, երբ որ Սատուրն եւ Յուպիտեր երկու սոցիալական գիգանտ, այդ մեծ մոլորակները ջրհոսի կենդանակերպ մտան, հիմք դրեց արդեն համացանցի on-line տեղեկատվական դաշտի առկայությունը մեր կյանքում, մեր շրջապատում։ Փաստորեն Ուրանը երկվորյակի կենդանակերպում է լինելու, այստեղ որ մենք դիտարկում ենք, ամսի 7-ին կմտնի, հուլիսի մինչև նոյեմբերի 8-ը երկվորյակում։ Հետո հետադարձ ընթացքով կգնա նորից ցուլ, մի քանի ամիս էլ նորից նորարարություններ, փոփոխություն կանի ֆինանսի ոլորտում,
Գիտեք ինչ է, եթե Ուրանը խոյում լիներ, ես կասեի երկրաշարժ է, անսպասելի, բայց այստեղ այսպեսի մի բան եղավ, երբ որ 18 թվին Ուրանը մտավ ցուլի կենթանակերպ, մենք արդեն գիտենք, եւ սկսած հեղափոխությունից եւ նաեւ ֆինանսա, բանկային ոլորտում ինչ մեծ ահռելի փոփոխություններ եղան։ Եվ ես արդեն չեմ ճանաչում այնպիսի մեկին, մեր բնակչության 80-90%-ը արդեն այդ on-line հավելվածներով են գնումներ կատարում։ Եթե մենք 18 թվին այդ մասին խոսեինք, երևի մարդիկ կզարմանային, նույնիսկ քմծիծաղով, համահրանքով կմոտ։ Բայց տեսեք, որ կյանքը փոխվում է եւ տիեզերքը մեզ տարբեր իրադարձությունների միջոցով տանում է դեպի դրան։ Պարոն Ղուշյան, նաև շատ կարևոր է Նեպտուն եւ Նեպտուն մոլորակի մուտքը ձկների կենթանակերպ եւ ես եւ Տիկին Լուսյան մեր ագառնանային կանխատեսումների ժամանակ մենք ասում ենք, որ հնարավոր է հրդեհների վտանգ լինի, պայթյունավտանգ կարող է լինել, գազի արտահոսք լինել, հա, Նեպտունը, որովհետեւ այդ բոլոր իլյուզիաներ, ֆանտազիաներ, կրոնա, փիլիսոփա, կրոնի մոլորակներ, քրիստոնեական ուսմունքը բնութագրող մոլորակներ, բայց քանի որ նա եկավ խոյի կենթանակերպ, այստեղ արդեն ագրեսիվ տրամադրություններ ստացեց, որովհետև նրան էլ միացավ Սատուրնը խոյի կենթանակերպում եւ պատահական չէ մեր այս աշխարհակահաղական բախումները, քանի որ այս հարթակում ես ավելի շատ ուսուցողական գործունեություն եմ ծավալում, հա, ուղղվածությունը այդ կողմի վրա եւ օգնում եմ մեր հանրության այն հատվածին, որոնք հիմնականում մասնագիտական կողմնորոշման վրա են շեշտը դրել, բայց ես տարբեր հարթակներում ասել էի, որ հենց հունիսի 16-ի մոտակայքում Իրանի քարտեզը լարված է, բառացիորեն այնտեղ ասում են, որ եւ կարող է եւ ղեկավարներն են եւ պայթյուններ եւ նավթ լաբորատորիա, այո, այդ ամենը տեղի է ունենում։ Այդ ամենը իր միևնույն է, դա էներգիայի արտահոսք է, չի կարող բարդ մոլորակային դիրքավորել։ Ես երեք հանդիպման է, ես բացատրեցի, ասի ինչու են տեղի ունենում այդ բախումները։ Երկու կոնֆլիկտային մարդու, ասում են, բերդիր իրար կողքի։ Եթե երկու մարդը իրենք արդեն կոնֆլիկտային են ու իրենք իրար հետ խնդիր ունեն, որ այդ երկուսին դնենք իրար կողք, ինչ պետք է տեղի ունենա, բնականաբար բախում պետք է, չէ՞ լինի։ Այս անգամ բախումը կրոնական, կրոնափիլիսոփայական այդ ուսմունքների հողի եւ նաեւ եթե անցնում ենք ֆիզիկական դաշտ նավթի հետ էր կապված, նավթի եւ նաեւ նավթի կռիվն է այդտեղ եւ նաեւ արդեն ուռճացել, հասունացել է միջուկային զենքն ունենալու կրելու այդ գերտերությունների միջև է տեղի ունենում այդ ամենը։ Այսինքն, մենք մի ժամանակ անցանք, պարոն Ղուշյան, հուսամ, որ ավելի բարդ վիճակ չէ լինի, որտեղ այդ ամենը տեղի էր ունենում մեր հարևան պետության այդ տարածքում։ Իսկ կարմայի մասին ես կարծեմ դուք հարցադրում ունեք, դուք դրա մասին եթե հարցնեք, ես կպատասխանեմ, թե այդ Եթե ինչքան գիտեմ մտադրություն ունեք, պարոն Ղուշյան, կարող եք դրա մասին խոսել, ես կպատասխանեմ։ Այո, կարմայի մասին, անպայման։ Ինչ հարցադրում ունեի կարմայի մասին, խնդրեմ դա ասեք։ Այսինքն դա ինչ է, փախուստ է խնդիրներից, թե դրանց լուծման ժամանակահատվածը այս կյանքում պետք է մենք կարողանանք ճիշտ գնահատել։ Ահա, այսպես ասեմ, կարման, եթե մենք դիտարկում ենք արևելյան փիլիսոփայության տեսանկյունից, ես արևմտյան աստղաբանության ջատագովներից եմ, այնտեղ ես հարցեցի դուք մոլորակային դիրքերը ինչով եք մեկնաբանում, դա ինչ ազդեցություն է, ուսանելու տարիներին, դե մոտ 15 տարի առաջ էր, ինձ ասեցին, որ մարդիկ ծնվում են համապատասխան պահի, երբ մոլորակները, իհարկե երկրակենտրոն հաշվարկը եւ երբ որ մոլորակները իրենք կանգնած են տիեզերքում, համապատասխան ներուժեով, պոտենցիալ հնարավորություններով եւ նաեւ խնդիրներով են մարդուն բնութագրում եւ այդ մեխանիզմը գործում է, մարդը պետք է ուղղակի գա լուծի այդ խնդիրները։ Բայց եթե արևելյան փիլիսոփայության տեսանկյունից ենք նայում, այնտեղ նշվում է, որ հոգիները պարբերաբար վերածնվում են երկիր մոլորակի վրա եւ նրանք ունեն դասեր քաղելու։ Եվ հենց այդ գոյություն ունի կարմա, որը մի քանի
ռեինկարնացիայի վերածննդի արդյունքում ձևավորված այդ երևույթն է եւ կա դհարմա, որը հենց այս կյանքում երկիր մոլորակի վրա մեր հերթական արձակուրդը, ասեմ, մեր դասը պետք է քաղեն։ Եվ հենց դհարմայի արդյունքում մենք կազմում ենք մեր աստղաբանական քարտեզը։ Պատկերացնում եք արևմտյան աստղաբանությունը ինքը գիտական մոտեցում է ցուցաբերում, որ ունենք մոլորակային դիրքեր, որոնք ազդում են մարդի վրա։ Իսկ արևելյան փիլիսոփայությունը ասում է, որ այդ մոլորակային դիրքերը մենք այդ կարման, այդ ամենը, այն ինչ որ քարտեզում կա եւ ներուժ, եւ պոտենցիալ հնարավորություններ, եւ նաեւ խնդիրներ, մենք կուտակել ենք այդ կյանքերի ընթացքում։ Եվ շատ կարևոր է բարձրացող հանգույցը, որը մենք շատ իմ աշխատանքային գործիքակազմում կարևորագույն դերակատարում ունի, բարձրացող հանգույցները իջնող եւ բարձրացող դրանք մի առանցքի վրա են իրար հետ են դիտարկում։ Սատուրնը, որը ժամանակի եւ կարմայի մոլորակն է, Ուրանն էլ է կարևոր, ինչ է անում, հանգույցները 18.5 տարի մեկ քննության են ենթարկում մեզ, թե մենք, երբ որ եկել ենք այս երկիր, ծրագիր ենք վերցրել, արդյոք այդ ծրագիրը կատարել ենք, թե չէ։ Մարդը իր ծնված պահի կարող է լինել առյուծի կենդանակերպի ազդեցության տակ ծնված, արևը առյուծում, բայց նրա մոտ, երբ որ լինի բարձրացող հանգույցը իջնող հանգույցը կույսում, բարձրացողը ձկներում, ահա բացի արևի ծրագիրը կատարելիս, մարդը պետք է լինի նախաձեռնող, պետք է փայլի, իր ողջ էությամբ, տաղանդները դրսևորի, բայց մարդը պետք է նաև չմոռանա հավատքի, հավիտենական կյանքի, նա պետք է խղճահարություն ցուցաբերի, նա պետք է հոգևոր արժեքները գնահատի եւ այդ ամենի մեջ ներգրաված լինի։ Եվ ինչն է հետաքրքիր, այդ շատերին հուզող հարց, կաթողիկոսի քարտեզը, այն ինչ կատարվում է մեր երկրում, երկու բացատրություն ունի։ Կաթողիկոսը, որը ծնվել է որոշ սկզբնաղբյուրներում նա առյուծի կենդանակերպի ազդեցության տակ է ծնվել, բայց ես ունեմ տվյալներ, որ նա խեցգետին է ըստ իր ծննդյան կենդանակերպի, բայց նա ունի այսպես կարևոր ծրագիր բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է։ Իսկ ձկները ինչ է, քրիստոնեական ուսմունքն է, կրոնն է, որ այդ մարդը եկել է այս կյանք, որպեսզի ներգրավի հոգևոր այդ դաշտում, հոգևոր գիտելիքները, այդ բազան պետք է ընդլայնի։ Նա նույնիսկ այնտեղ առաջնորդ կարող է լինել, եթե դիտարկում ենք արևը առյուծում, բայց գիտեք ինչ է, այն հարցը, ինչը շրջանառվում է նրա անձի շուրջ, ընտանիք ունենալու կամ նմանատիպ այդ հարցերի շուրջ, այդ ամենը կրկին մանրամասնորեն այնտեղ ամրագրված էր իր քարտեզում։ Նրա մոտ Սև լուսինը գտնում է խեցգետնի կենդանակերպում, եւ մեկ անգամ չէ, որ ես խոսել եմ խեցգետնի Սև լուսինի մասին, մանավանդ Սև լուսինը խեցգետին եւ առյուծ կենդանակերպերում տալիս է խնդիրներ ընտանիքի երեխաների հետ կապված։ Պատկերացնում եք, այդ մարդը ծրագրավորվել է, որ գա այս երկիր, իր ֆիզիկական հաճույքները թողնի կամ ֆիզիկական դաշտում, եթե գործունեություն է ծավալում, բայց նրա համար կարևոր պետք է լինեն հոգևոր արժեքները։ Եվ ամեն 18.5 տարի մեկ այ հանգույցների դիրքով գալիս է պատասխան տալու ժամանակը։ Ես այսպես կասեմ, որ դեռ բարդ ժամանակներ են սպասվում նրան, դեռ մենք ունենք սեպտեմբերի 7-ից 22-ը 7 եւ 22 21-22 այդ ժամանակահատվածում խավարումների միջանցքում այնտեղ քննվելու է նրա գործը եւ քննելու են ոչ միայն այստեղ մեր երկրում, նաեւ վերևում տիեզերքում։ Եվ այդպիսի մի ժամանակահատված մոտավորապես մարտ ամսի մարտի խավարումների ժամանակահատվածում է լուսնային խավարումն է շատ կարևորն է։ Այնպես որ սիրելի հետևորդներ, սիրելի պարոն Ղուշյան, այստեղ ոչ մի, գիտեք, այն ինչի մասին խոսում եմ, դա իրականություն է եւ եւս մեկ անգամ հավաստում է, որ աստղաբանությունը դա մարդու ինքնաճանաչման գիտելիքն է։ Եթե դու աստղաբանության ճանապարհն ես փնտրել, ուղին ես փնտրել, ուրեմն կարող ես փոխել քո կարման։ Բայց երեք մի այսպիսի դեպք էր, ինչի ենք ասում, խնդիրներից խուսափելու միջոց է, թե խնդիրները լուծելու միջոց։
ոչ սիրելիներս խնդիրները լուծելու միջոցն է աստղաբանական քարտեզը, որը ցույց է տալիս ձեր կարմիկ բերը, ձեր կարմիկ ծրագիրը, թե ինչի համար եք եկել։ Երեք հոգեբաններից մեկն ասեց, գիտեք, ի տարբերություն աստղաբանության, հոգեբանության մեջ մարդը իր խնդիրները չի գցում կարմայի վրա, ինքը փորձում է լուծում տալ։ Իսկ ես հակադարձի, որ գիտեք, կարմայում այդպիսի դրույթ չկա եւ տարբեր կրոնափիլիսոփական այդ համակարգում հենց կարմայի իմացությունը, հենց աստղաբանական քարտեզի իմացությունը թույլ է տալիս, որ դու լուծես այն խնդիրները, որոնք բերել ես այստեղ եւ մեկ քայլ առաջ գնաս, զարգանաս եւ եթե այնպիսի մեկը կասի, որ գիտեք, քարտեզով ես այս խնդիր ունեմ, եթե ես խաղամոլությանը տրված եւ դա հիմնականում անում են առողջները, երբ որ Յուպիտերն է այնտեղ լինում, երբ որ Սև լուսինն է այնտեղ լինում, չէ, սիրելիներս, դուք ձեր մեղքը մի գցեք կարվայի վրա, այդ փորձը դուք եք հավաքել։ Ուղղակի պետք է ձեր սկզբունքներին դեմ գնալ եւ ընդառաջ գնալ տիեզերանական օրենքներին լուծել ձեր խնդիրը։ Այդտեղ կարման մեղավոր չի, այդտեղ դուք եք մեղավոր, երբ որ դուք ընկել եք ինչ որ process-ի մեջ, որը չէ, նույնը թմրամոլության համար, կարմայով այսպես է, կարմայով այդպես է, իջնող հանքույցը ձկներում մարդիկ չպետք է գնան դրան, բայց գնում են, հետո ասում են կարմայով գրված է, եթե կարմայով գրված է, ուրեմն դու ինքդ պետք է ուժ գործադրես, դու ջանք գործադրես, որպեսզի դուրս գաս կարմայի այն բարդ ցուցումներից, որոնք դու քեզ հետ բերել ես, եւ որպեսզի այդ կարծրատիպը չձևավորվի, պարոն Ղուշյան, չասեն կարմայով, ոչ կարմայով բերել են եւ հոգեբանին բացատրեցի, ուղղություններից մեկը, որ կարող եք մեթոդներից մեկը, կարող եք դիմել հոգեբանի, կարող եք դիմել այդտեղ հոգեվորական ինչ որ մեկի, կարող եք դիմել քոուչի, դա ինքնաճանաչման եւ ինքնա կազմակերպման միջոցներից մեկն է, համապատասխան մարդը ուղղակի հանդիսանում է այն օղակը, որի միջոցով կարող ես լուծել խնդիրները, արդեն կապված ըստ նախասիրությունների, ըստ դաստիարակության եւ այն միջավայրի, որտեղ որ մարդը ապրում է։ Կարծում եմ բարդ չբացատրեցի, հա, պարոն Ղուշյան։ Այո, դա ճիշտ է, բայց ինչու երբ կդադարեն գործերը։ Հաջորդ կարևոր հարցներ դա ինչու եւ երբ կդադարեն։ Դուք խոսում եք, դուք հարցադրումը տալիս եք Մերկուրի մասին, որովհետեւ կարծում եմ, որ լսել եք համացանցում, որ շուտով դադարելու են, մեր շուտով Մերկուրին կանգ է առնելու, մեր ժողովուրդը ստրեսի մեջ կգնա, չէ, սիրելի հետևորդներ, Մերկուրին այդպես է, նա արևի հետ է միշտ լինում։ Տիեզերքում կապը այնպես են ստեղծել, որ արևը գտնվի, արևը եւ Մերկուրին 28 աստիճան հեռավորություն ունենա, որ մարդու խելքը չգնա իրենից հեռու եւ չկորցնի մարդը առողջ տրամաբանելու այդ իր կարողությունը, հա։ Եւ ինչ է կատարում Մերկուրին, այո, նահանջելու է հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 11-ը 21-23 օր է նահանջում, ինչ է լինում, ինքը արագ առաջ է գնում, իր արագությունը մի քիչ շատ է արագակից, հենց առաջ է գնում, պետք է սպասի կամ հետ գա, որպեսզի իրենք միանան։ Մերկուրին լրաբերն է, հա, այն արագ լուրերն է, որոնք տարածվում են, որտեղ նա հանդիսանում է երկվորյակի կենդանակերպի ղեկավարը։ Այդ ժամանակ գործերը կանգ են առնելու մինչև օգոստոսի 11-ը։ Ես խորհուրդ կտամ մեր հետևորդներին բոլոր կարևոր գործերը իրենք կարողանան կազմակերպել հենց մինչև ամսի 17-ը, հունիսի 26-ից հետո, նորալուսին 25-26-ից հետո նորալուսին կա եւ մոտակա 14 օրը դուք կարող եք օգտագործել նոր գնումներ կատարելու համար, կապեր ստեղծելու համար, այն ինչը պետք է նոր ստեղծեք, նոր սկսեք եւ նորալուսին եւ Մերկուրին չի նահանջում։ Իսկ դրանից հետո արդեն օգոստոսի 11-ից հետո, կներեք, օգոստոսի հուլիսի 17-ից հետո մինչև օգոստոսի 11-ը այդտեղ կանգ են առնում։ Հնարավոր է պայմանավորվածություններ, խոսակցությունները, դրանք մանավանդ Մերկուրին առյուծի կենդանակերպում նա շատ մեծամիտ է, որովհետև առյուծը էլիտար նշան է, թագավորը Մերկուրին այդպես։ Ես շատ եմ նկատել նրանց մոտ, ում մոտ Մերկուրին առյուծի կենդանակերպ է, իրենք հրամաններ են տալիս եւ չեն սիրում հրամաններ կատարել, ինչպես առյուծին է հարին։ Այսպես ուրեմն գործերը կարգավորեք մինչև ամսի 14-ը։ Ես տեսնեմ կարող եմ օրերը ասել, որ օրերին անեն դրանք, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի։
Այսպես, ուրեմն ամսի 5-ն է կարևոր լինելու, գիտեք, լուսինը կարիճում է լինելու, բայց շատ դրական դիրքեր ունի, քանի որ Յուպիտերն էլ խեցգետնում է, տրիգոն դիրքավորում է ձևավորում, բոլոր գնումները կարող եք կատարել, բանկային գործարքները կարող եք կատարել, ճիշտ է, լուսինը կարիճում է, բայց շատ դրական է դիրքավորված։ Այսպես, եթե հաջորդ դիրքն ենք մենք դիտարկում, լավագույն օրերից մեկն է, 11-ին լուսինը այծեղ ջուրում է, կրկին կարող եք պետական ադմինիստրատիվ համակարգում ղեկավարների հետ խոսել, ձեր ծրագրերը ներկայացնել եւ ամենաբարենպաստ օրերից մեկը հուլիսի 12 լուսինը ջրհոսում այն բիսեքստիլ դիրքավորման մի անկյունում է, այստեղ լուսին Պլուտոնը, այնտեղ Ուրանն է գտնվում երկվորյակում ջրհոս երկվորյակ եւ Նեպտունը Սատուրնը այստեղ խոյում, սա մեծ բացառիկ դրական դիրքավորում է, ճիշտ է, դիրքավորումը ձևավորվելու է հուլիսի 7-ից, բայց ամենաբարենպաստ ժամկետը այս ամսվա հուլիսի 12 համացանցում ակտիվություն ցուցաբերելու, կենցաղային տեխնիկա գտնելու, այն ինչը հոսանքի, բարձրագույն հոսանքի տեխնիկա է, տեղեկատվության հետ է կապված, համացանց, YouTube, այդ բոլոր հարթակները, ոչ ֆորմալ հանդիպումներ են, համախոհների հետ ձեր բոլոր այդ նոր պրոյեկտները հնարավոր է, որ հաջողությամբ պսակվեն։ Կարող եք նոր էջեր բացել, պատկերացնում եք այդտեղ էջեր, դրանք հարթակներում, այն բոլոր սոցհարթակներում գովազդներ կարող եք դնել, որոնք մեծ խմբերի կարող են ուղղակի այսպես եւ ընդլայնել այդ տարածքը եւ նաեւ այդ խմբերին ներգրավել, տվյալ որոնք լավագույն օրերից մեկն է, այդ մի քանի օրը ուղղակի կարող եք օգտագործել, մի գրեք ինչի համար է կարևոր, բացառիկ ամենալավ օրերն է, սիրելի հետևորդներ, օգտագործեք այդ օրերը։ Օրվա ֆոնը դրական է, եթե ինչ-որ մի բան ձևավորվել է դրական ֆոնի վրա, նրա այդ ձևավորված այդ իրադարձության քարտեզը ինքը դրական ճառագայթներ ունի, որքան էլ որ խնդիրներ լինեն, միևնույն է, ինքը դրական է ձևավորված եւ ձեզ կբերի հաջողություններ։ Դե ուրեմն անցնենք աստղաբանական քարտեզին։ Մարկ Ավանեսյան, գիտեք շատ հետաքրքիր քարտեզ է 2007 թվական նոյեմբերի 21 Մարկ Ավանեսյանի քարտեզը 2007 թվական երեխան փառատոնի 17 տարեկան շրջափուլում է արևը առանց դիրքավորման է, չգիտեմ Մարկ Ավանեսյանը հայրիկը առանց հայրիկի է մեծացել, թե հայրիկից շատ քիչ օգնություն ունի Երեխան բավականին Մերկուրին կարիճում, Մարսը խեցգետնում, շատ խորաթափանց երեխա է, մասնագիտական կողմնորոշման հարցում, կարիճը դա ֆինանսաբանկային գործերն են, առողջապահական համակարգն է, սպասարկման ոլորտն է, այստեղ մի բան, որ սև լուսինը Մերկուրի կողքին է, պետք է ուշադրություն դարձնեք, հետագայում եթե երեխան մեծանա, սև լուսինը սև հաշվապահություն է, խանգարող հանգամանքներ, աշխատանքում առողջության հետ կապված հնարավոր է աղիքներում խնդիր լինի։ Երեխայի իջնող հանգույցը կույսում է, բարձրացող հանգույցը ձկներում Սատուրն է կույսում։ Կարծում եմ, որ այս երեխան, այ հիմա մենք որ տեսնում ենք տղա երեխա է, հա, նույնիսկ արդեն չափահաս երեխա չանվանեմ, այստեղ խնդիր կա, որ նան, եթե նախորդ կյանք է կամ բավականին շատ է աշխատել, եթե այս կյանքում էլ շատ աշխատի, հնարավոր է վնասի առողջությունը, եթե առողջապահական, եթե ցանկանում եք բժիշկ դառնա ձեզ տղան, Սատուրնը այստեղ է, բայց բարձրացող հանգույցը ձկներում նա պետք է լինի հոգեթերապետ, եթե զբաղվում է, եթե այդ գործունեությունն է ուզում ծավալել, բարձրացող հանգույցը ձկներում դա լաբորատորիան է, քիմիան է, ֆիզիկան է, նրան ավելի շատ կարևոր է այս ոլորտը, հա, հումանիստական մոտեցում, կրոնն է, փիլիսոփայությունն է, նույնիսկ դա հասարակական կազմակերպություններն են, որոնք զբաղվում են թույլ մարդկանց եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ նյութապես թույլ մարդկանց այդ օգնելով։ Մարսը խեցգետում կարծում եմ, որ բավականին հասուն հոգի է, նրան տրված է, նա իր ընտանիքում կարող է լինել հարգված մարդ։
Այդտեղ բայց մի խնդիր, չգիտեմ, հայրիկի հետ կապված մենակության զգացում ունի, շատ ճաշակով տղա է, բայց երբեմն իր սիրո օբյեկտի հետ հարաբերություններում չի կարողանում ճկուն հարաբերություններ ստեղծել։ Վեներա Մարս մոլորակները դրանք քառակուսի դիրքերն են, որոնք խանգարում են սիրելիի հետ պարբերաբար կոնֆլիկտային խնդիրներ կարող են լինել եւ այդ կոնֆլիկտը կարող է ներգրավել եւ տան անդամներին եւ նաեւ իրենց հենց այդ հարաբերություն։ Այսքանը ես կարծում եմ, որ ընտանեկան բիզնես կարող են հիմնել Մարսը խեցգետնում, ընտանիք, հայրենիք, օջախ, ինչ ուզում են, կարող են նույնիսկ հաց թխել, հա, Մարսը խեցգետնում։ Լավ քարտեզ ունի, բայց երեխային պետք է անպայման ուշադրություն դարձնի այս անձը։ Ես որպես երեխա եմ դիտարկում, իմ երեխայի տարիքին է, բայց նրա համար կարևոր պետք է լինեն հոգևոր արժեքները։ Հավատքը առ Աստված նաև։ Հաջորդը Դավիթ, որը ծնվել է 2013 թվականին, հոկտեմբերի 1-ին։ Դավիթը կոնֆլիկտային բնավորություն ունի, միջանձնային հարաբերություն բավականին կոնֆլիկտային է, հետագայում այդ հարաբերությունները տեղափոխվելու են սոցիալական դաշտ, նա կոնֆլիկտներ կարող է ունենալ ղեկավարների հետ։ Կարծում եմ, որ հայրիկի հետ էլ կունենա։ Կարծում եմ, որ նաև նրա հայրը գործունեություն է ծավալ, եթե հայրը իհարկե ներկա է, որտեղ բացակայության հետ կապված դիրքեր եմ տեսնում, բայց նա կարող է կապված լինել հայրը ուժային կառույցների հետ։ Տղային ունի մոլորակային դիրքեր, ստելյում է կոչվում, կարիճի կենդանակերպում, բարձրացող հանգույցը կարիճում, տղան պետք է հակումներ ունի գումարը հավաքելու, պահելու, բայց նա պետք է այդ գումարները վատնի, շատ կայուն եւ այսպես տեսնում եմ ներդրումներ բանկային ոլորտում, տղան ունի բանկի կառավարիչի բոլոր տվյալները, նոտար եւ նաեւ ինչու, որտեղ կարիճում այսքան մոլորակները, բայց մի քիչ խանդոտ կարող է լինել։ Եվ նրա մոտ մեծամտություն, նարցիսիզմ եմ տեսնում, մարսառություն, դիրքեր, խանդոտ կարող է լինել կամ ինքն իրենով այնքան տարված լինի, որի արդյունքում խնդիրներ կունենա սիրելիի հետ։ Ես կարծում եմ, որ այս տղան ուղղակի իր մամայի սիրելին է, Դավիթը։ Ձեր երեխային ինչքան շատ եք սիրում, բաց թողեք ձեր երեխային, թող գնա իր գործերը, քանի տարեկան է, 13 թիվ, դեռ 12 տարեկան է։ Համենայն դեպս ֆինանսաբանկային ոլորտում շատ մեծ պոտենցիալ է ներդրված, իր մոտ ձկներ, այծեղջուր, բոլոր դաշտերում, ես օրինակ տեսնում եմ իր մոտ, կարող է լինել ֆինանսների նախարար, մասնագիտության այդ բարձր պաշտոններ, իհարկե պետք է սովորի, Մերկուրին կարիճում խորաթափանց լինի, կարողանա անալիզի ենթարկել, մանավանդ Մերկուրին կարիճում հենց ես տեսնում եմ աուդիտորների, որոնք կարողանում են շատ ճշգրիտ վերլուծություններ կատարել ֆինանսների ոլորտում եւ լավագույն ընկերություններում, քանի որ ինքը առույց է այն խոշոր բիզնես, միջին եւ խոշոր բիզնեսի այդ դաշտում նա գործունեություն կարող է ծավալել։ Յուպիտերը խեցգետնում հնարավոր է շատ երեխաներ ունենա, խանգարող հանգամանքներ եմ տեսնում։ Ես կարծում եմ, որ ինքը ձեր ազգին, ձեր ընտանիքին, հայրենիքին պիտանի մարդ է լինելու, Յուպիտերը խեցգետնում է։ Որոշ խնդիրներ կան, դրանք հետագայում կարող են լուծվել, բայց մի քիչ մեծամիտ է։ Այսքանը։ Եղավ Տիկին Գայանե, շնորհակալ եմ այսօրվա համար էլ։ Դե մենք ձեզ սպասելու ենք իհարկե առաջիկայում եւս, իսկ այսօր այսքանով միմյանց հրաժեշտ տանք։ Լավ եղեք։ Տեսություն։ Շերի բարեկամներ, մեր սիրելի աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն էր հերթական անգամ Park TV տաղավարում։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։